Գործարար բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը համախոհների հետ Մայրաթոր Սուրբ Էջմիածին է գնացել աջակցելու հայ առաքելական եկեղեցուն։ Զարմացած է, որ հոգևոր կառույցի դեմ արշավին են միացել մարդիկ, ոստիկանները, որոնք կնքվել կամ պսակադրվել են հայ առաքելական եկեղեցում։ Ըստ Նարեկ Կարապետյանի, որպես ազգ, որպես հասարակություն պետք է համախմբվել ու այս ամենի դեմն առնել։ Մարդիկ կան, ում համար Էջմիածինը սրբություն է, կարող է որոշում կայացնող ինչ-որ մարդու համար սրբություն չլինի, մեզ համար սրբություն է, խեն այս ճանապարհով գնում, չենք հասկանում։ Եկեղեցու դեմ արշավին մենք մեր ձևով ենք միջամտելու հայտարարության համար մոտ 10 օր առաջ կալանավորվել էր Նարեկի հորեղբայրը Սամվել Կարապետյանը։ Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Հիմա մեր ձևովը կարգախոս է դարձել ու Նարեկ Կարապետյանն էլ է հայտարարում, որ իրենք Էջմիածին են գնացել իրենց ձևով։ Մեր ձևերը մեր անցած ճանապարհով երևում է։ Միջամտելը հասարակական լայն կոնսոլիդացիա, որ ցույց տանք, որ մենք չենք ընդունում այս մոտեցումը։ Ոստիկանական մեծաթիվ ուժերով Մայրաթորը շրջափակելը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին ձերբակալելու փորձերը հայ ժողովրդի սրտով չէ, վստահ է Նարեկ Կարապետյանը։ Շատ տխուր ու մտահոգիչ տեսարաններ ենք մենք այսօր տեսել։ Հուսով եմ, ել չենք տեսնելու։ Հանուն հայ առաքելական եկեղեցու պատրաստ են պայքարել ցանկացածի դեմ, ասում է Սամվել Կարապետյանի եղբորորդին։ Պայքարի հաջորդ քայլերի մասին վեհապար հայրապետի հետ հանդիպելուց հետո կհայտնի։ Էդգար Ղուշչյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։